Ինչի է Նյարդային Փաշինյանը, հիշում եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ, արդյոք հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսելը։ Վարչապետը ով ինչ է իրավունք չունի, շատ վատ է, շատ վատ, ասենք արցախցին հայ չի, մարդկանցին ձեղից հանեցին, տները թողեցին, տուն, տեղ, ընտանիք թողին եկան Հայաստան։ Մեր հայնա, մեր ժողովուրդն ինչ տարբերություն։ Փաշինյանը վերջերս Նյարդային է դարձել։ Ես էլ եմ Նյարդային դառնում այդ Փաշինյանի արազներից, այդքան զիջումներից, մենք էլ ներվային անում ենք, բայց ինչ անենք։ Հենց կռիվ անենք, ինչ անենք։ Դենք կռիվ ան, օրինակ արցախցի կնոջ հետ մետրոյում կռիվ արավ։ Եկեք մի օր էլ կգան թողան կռիվ անեն, ծեծեն բան անեն, թե ինչպես Փաշինյանի հասցեին սենց խոսում։ Ճիշտը պետք է ասեմ։ Թողան ինձ գնդագարեն։ Ճիշտը որ ճիշտ է։ Դրա համար էլ այսքան մեծ էր Հայաստանը, դարձավ այսքան պստիկ, լռելով։ Ոչ թե պետք է թողեին այս մարտին 8 տարի մնար։ Իր նախընտրական քարոշչությունների ժամանակ ինչ էր խոստացել, ինչ չարեց, պետք է չթողեին տարին լռանար։ Պետք է հավաքվեին ախպեջան։ Ձայները հետ կանչելու իրավունք ունենանք։ Մենք ձայն ենք տվել, ես քեզ Փաշինյան ընտրել եմ։ Ինչես ինձ խափեի, ես թափեցրի։ Հա? Ես իմ ձայնը հետ տվեք մի տարի հետո տեսանք չի կատարում իր ասածները, պետք է հանեք գցեն դուրս։ Էնել մետրոյում, ժողովրդի մեջ, սխալ է դա։ Ես սխալ եմ գտնում։ Ես դա ճիշտ չեմ համարում, ամենայն դեպս դա ճիշտ չի։ Եվ երբ որպես հայ տղամարդ եւ որպես հայ պաշտոնյա, ամենայն դեպս պետք է կարողանան էմոցիաները զսպել։ Հայ տղամարդը 10 հոգու է, 10 տղամարդի հետ կռիվ անում, ծեծելու դե ամոչի, բայց աղջկա է չի կարելի։ Տակարյունն է, շուտ է բռնկվում։ Որպես վարչապետ, որպես բան պետք է ինքը մի քիչ սառնասիրտել, մի քիչ համբերատարել, շուտ չբռնկվի։ Դա եթե շուտ չբռնկվի, դες բաներ դուրս չի տա։ Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը էլ դարձ չունի, ճիշտ է ասում։ Դե ինքը թող հիշի իր աղքատությունը, նոր ասի։ Այդ ռիսկի ինքը հարստացա մարդկանց տեղն չի իմանում, տան տիրոջից է կախված։ Ամեն դեպքում կառավարությունը Հիմա մեր տունը որ կռիվ անենք, ես գնամ Էրդողանին ասեմ, դե տանը հարցերի տուլուցի։ Իր երկրի քաղաքացին չենք, իր երկրի բնակիչ չենք, ոնց կարող է չվերաբերել իրան, որ աղքատ են ապրում։ Ինքն է շատ հետաքրքիր, որ բոլորն էլ լավ ապրեն։ Կանչյա նման բան ասում։ Այդ հարց կարելի է իրան տալ արդեն։ Աղքատ հիմա ես իմ գլխում շատ բաներ կա, բայց ես ինչ անեմ, մենք աղքատ ենք, խելք չունենք, բայց ինչ անենք, ասա, ինչ անենք, տան գործերը անասուն ենք, բրծանք ինչ անենք, ուրիշ զբաղմունք չկա, մի հատ տեղել էր, դա մի քանի 5 ժամ աշխատիկ, չկա աշխատանք։ Ուրեմն ես անխելք եմ, որ աշխատանք չկա, աղքատ եմ, փող չունեմ, անխելք եմ, որ գողություն չեմ անում, մեկին չեմ խաբում, սպեկուլյացիա չեմ անում, ես անխելք եմ։ Ճիշտ ասում Փաշինյանը, ով որ չի խափում, խափությամբ չի զգանում, կաշառք չի վերցնում, բան, ինքը անխելք է։ Դենց էլ թող անխելք մնա, ես բողոք չունեմ, էտա, ես խել, էտա։ Ամեն դեպքում աղքատ քաղաքացու հոգսով կառավարությունը պիտի զբաղվի, թե չէ։ Բա ով պետք է զբաղվի։ Այդ աղքատ ես հարգեր եմ ուծում, բայց այդ ում տան վարձ եմ ուծում, գույքը հարկ եմ ուծում, հողի վարձ եմ, այդ հարգերը բա ուր է գնում։ Բա ով պետք է զբաղվի, դրանք մեր ղեկավարները, դրանք մինիստր ինչ է նշանակում։ Մինիստր նշանակում է ժողովրդի ծառա։ Եվ ոչ թե մինիստր այլ մոտիկ չգա։ Դրանք մեր ընտրել են, որպեսզի կառավարեն մեր ղեկավարները, մենք խելոք լսենք իրանց, խելոք բաներ անեն, որ մեր տնտեսությունն էլ զարգանա, մեր ապրելակերպն էլ լավանա։ Ղեկավարը դրա համար է։ Ոչ թե ինքը դղյակ կառուցի ու փող հավաքի։ Բա ամաչեք, միլիոն եք ստանում։ Մի հատ էլ թոշակառուներ միլիոն տվեք, տեսեք ինչ կանեն։ Լա տեսեք, հետո կետա կարծնեք։ Լա ամեն թոշակառուին ամեն ամիս 1 միլիոն տվեք, կետա կարծնեք, տեսեք ինչքան լավ կապրեն։ Պարոն Փաշինյան, 10,000 տանք ինչ կանի։ Լա դու ամսական 1 միլիոն տվեք ամեն մի թոշակառուին։ Ու դուք ստացեք 100,000 մի ամիս, ու տենամ դու ղեկավար, մենակ Փաշինյանը չի ղեկավարում, պարոն մինիստրներ, ղեկավարներ, փոխնախարարներ ստացեք, լա դու ամիս 100,000 ստացեք, մեզի թոշակառուներին տվեք 500,000, հա, տենանք ինչ կանենք մենք, կգակ կասենք ինչ կանենք։